2025 թվականի կարևորագույն ձեռքբերումներից մյուսը կենսաթոշակների ավելացումն է։ Չնայած այնտեղի է ունեցել 2026 թվականի ապրիլի 1-ից, բայց կարևոր է արձանագրել, որ այդ որոշումը մենք կայացրել ենք 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշները տեսնելուց հետո, որովհետև տնտեսական աճը, որը մենք արձանագրել ենք, ավելին է, քան կանխատեսվել էր 7.1% տնտեսական աճ, եւ այդ աճը արձանագրելուց հետո մեզ համար ակնհայտ է, որ ավելացած, այսինքն չկանխատեսված պոզիտիվ մասսա աճի պետք է արտահայտվի երկրի սոցիալական վիճակի վրա, եւ մենք որոշում կայացրեցինք, ինչպես տեղյակ եք, կենսաթոշակների ավելացման մասին, եւ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը այսօր ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, իհարկե նկատի ունենալով նաեւ անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որը շատ կարևոր գործոն է։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ 2018 թվականից մինչև 2026 թվականը 8 տարիների ընթացքում մենք ըստ էության 7 անգամ անդրադարձել ենք կենսաթոշակների հետ կապված խնդիրների, կլինի դա հենց ուղիղ կենսաթոշակները ավելացնելով, թե անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը նկատի ունենալով։ Իհարկե 2025 թվականի պետական բյուջեի կարևոր արդյունքներից է նաև այն, որ մենք հաջողությամբ շարունակեցինք եւ շարունակում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիրը եւ այս տարի հիմա այս պահին արդեն շինարարական process-ի մեջ է 374 դպրոց, այսինքն մենք պլանավորում ենք 300 դպրոց ավարտել 2026 թվականին եւ միանգամից կսկսենք հաջորդ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը եւ նաեւ ուզում եմ ասել, որ այս ծրագրի հատկացումները արդեն գերազանցում են 1 միլիարդ դոլարը, այսինքն մենք ավելի քան 1 միլիարդ մոտավորապես 200 միլիոն դոլար հատկացրել ենք դպրոցաշինության ծրագրի եւ սա կարծում եմ նույնպես բյուջետային շատ կարևոր ցուցանիշ է, իհարկե խոսքը մի տարվա մասին չէ, բայց 2021 թվականից մինչև օրս մենք այդ արդյունքը արձանագրել ենք եւ նաեւ 500 մանկապարտեզների ծրագիրն է իրականացվում, որը ելի հաջողությամբ է իրականացվում, ես գնահատում եմ ծրագրի ընթացքը հաջող եւ մենք վստահ ենք, որ այս տարի 500 մանկապարտեզ կունենանք ավարտած եւ մեր երեխաները հասանելիությունը էականորեն կաճի մանկապարտեզների վերաբերյալ։ 2025 թվականին մենք կարողացել ենք 500 կիլոմետր ճանապարհի մեր խնդիրը լուծել եւ նաեւ ուրախությամբ եմ արձանագրում, որ հյուսիս-հարավ Մայրուղու աշտարակ Գյումրի հատվածը պատրաստ է, արդեն շահագործվում է, տեղյակ եք, որ մենք միասին ենք բացել այդ ճանապարհը։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։